Փողենտանի խոսքդ մեր կյանքերում փոփոխության օրհնությունը բերե մեր հավատքը զորանա տեսնենք խոստումները խոսքի ճշմարտությունները եւ թող այսօր մի քայլ առաջ գնանք հավատքի կյանքում Տեր Հիսուս օգնե մեզ Հոգի Սուրբ Աստված օգնե մեզ փառքիդ համար ամեն Եթե ցեսեդ աստվածաշնչեր ունեք Ձնընթոց գրքի 15-րդ գլուխը խնդրում եմ բանանք Եթե ցեսեդ չունեք աստվածաշունչ ամոթ է որ չունենանք աստվածաշունչ պետք է ունենանք աստվածաշունչ բարդաթիր պետք է ունենանք մեզ հետ աստվածաշունչ ստիպված ենք մեզ հետ աստվածաշունչ ունենալ եթե չունենանք լավ չէ Հերիք է շատ եղավ չէ գարի եղբայր հերիք այսօր հերիք է լավ գնինի աստվածաշունչեր միշտ ցես հետ լինեն եղբայրներ քույրեր եւ եթե ունեք ուրեմն ծննդոց 15 52-րդ չորեշաբթին այսօր միասին սերնում ենք ծննդոց գիրքը 15-րդ գլուխը հասանք եւ այսօր ուրեմն 6-րդ համարից 21-րդ համարը պիտի սերդենք 6-ից 21 բայց մի քանի կարևոր ճշմարտություններ կա որ անցյալ երկու շաբաթների ընթացքում բաց էին թողել դրանց վրա պիտի անդրադառնանք եւ պիտի գնանք առաջ ուրեմն ծննդոց 15 ընթերցեմ 6-ից 21 համարները եկեք այսպես անենք առաջին 21 համարները գարտամ եթե ոչ խնդիր ունենանք Եվ այս բաներն իդ կդեսիլքի մեջ դերոջը խոսքը Աբրահամին եղավ ասելով մի վախնարով Աբրահամ ես քեզի զրահ եմ Ոնց էր հայ եղբայր զրահ եմ ու քո վարձքը ես պիտի լինեմ Աբրահամը ասավ ով դեր Եհովա ինձ ինչ պիտի դաս քանի որ առանց զավակի կմնամ եւ իմ դանս դիրող այս Դամասկոսի Էլիազարն է Նաեւ ասավ Աբրահամ որովհետեւ ինձ սերուն չդվիր ահա իմ դանս ծառան ինձ ժառանգորդ պիտի լա Եվ ադերոջ խոսքը անոր եղավ ասելով անիգա քու ժառանգորդդ պիտի չլա բայց ան պիտի լա քու ժառանգորդդ որ քու մեջ կետ պիտի ելլե Եվ դուրս անեց զանիգա ուսավ հիմա թեպի երկինքն է ու աստղերը համրե մազարոթն է համաստություններին է այս ավելացուցի քիչ կգանտրատարնան գասովրա Եվ եթե զանոնք համրել գրնաս Եվ ասավ անոր քու սերունդդ այսպես պիտի լա Եվ Աբրահամ հավատաց Տերոջը որ Աբրահամին արդարություն սեփվեցավ Եվ Տերը ասավ անոր ես եմ Տերը որ քեզ քաղտիացներու ուր քաղաքին հանեցի այս երկիրը փերիզայն քեզի իբր ժառանգություն տալու համար Եվ անասավ ով Տեր Եհովա ինչպես գիտնամ թե ես զանիգա պիտի ժառանգեմ Եվ Տերը ասավ անոր Ինձի 3 տարեկան երինչմը ու 3 տարեկան այծմը եւ 3 տարեկան խոյմը ու դադրակմը եւ աղավնի ցակմը բեր Աբրահամ բոլոր ասոնք բերավ ու զանոնք մեջտեղին գդրեց եւ ամեն մեկ կդորի իր մասին է թեմ դիմացրավ բայց թրջունները չգդրեց եւ երբ դիակների վրա գիշադիչ թրջունները նիչան Աբրահամ վրընդեց զանոնք Ու երբ արևը մարը գմտներ Աբրահամի վրա խորունքուն մի իջավ եւ անոր վրա մեծ մթության սոսկում մի ինգավ Եվ Տերը ասավ Աբրահամին ստույգ գիցիր որ քու սերունդդ իրենցը չեղած երկրի մեջ բանտուղտ պիտի լամ եւ ծառայություն պիտի ունեն ու հոն 400 տարի պիտի չարչարվին Բայց այն ազգավորում պիտի ծառայեն ես պիտի թադեմ եւ անգի հետ շատ ստացվածքով պիտի ելնեմ Եվ դու խաղաղությամբ քո հայրերուդ պիտի երթաս, աղեգը ձերացած պիտի թաղվիս։ Եվ անոնք 4-րդ տարում մեջ հոս պիտի դառնան, վասնզի ամոր հացիներուն անօրենությունը դակավին լեցված չէ։
երբ արևը մարը մտավ ու խավար եղավ, ահա մխացող հնոցը ու վարված ջահմը այն գդորներում մեջտեղ են անցան։ Այն օրը դեր Աբրահամին հետ ուխտ մհրավսելով, քու սերունդիդ տվի այս երգիրը։ Եգիպտոսի կեդեն միջև մեծ կեդը, այսինքն Եփրատ կեդը, գենեցիները եւ գենեզացիները եւ գետմոնացիները եւ գեդացիները ու պերեզացիները եւ ռափայինները եւ ամորհացիները ու կանանացիները եւ կերկեսացիները եւ հեփուսացիները։ Ձնընթոցից հայտնություն ինչ պատկամ գա այս 7-ից 21 համարներում մեջ կտեսնենք։ Պիտի չանամ հնարավոր եղած ինչ ապ ամփո, բայց հստակ ներկայացնել ցես։ Մեր նյութն է խոստում, հավատք, արդարություն։ Տեսնենք այս երեքը ինչպես են իրար հետ կործում, ինչ նշանակություն ունին։ Աստվածաշնչի Աստվածը, այսինքն այն Աստվածը, որուն հավատում եւ պաշտում ենք, այնպիսի մի Աստված է, որ հասկանալով մարդկային սահմանափակ բնությունը ամեն ինչ արել եւ դվել է, որբեսի համայն մարդկությունս կարողանանք նրան հավատալ, ըմբռնել, հասկանալ եւ հասնել նրան։ Առաջի Հովաննուին 20-ի մեջ կսե, գիտենք դա Աստծո եկավ ու մեզի կարողություն տվավ, հնարավորություն տվեց, որբեսի ճշմարիտը ճանչնանք, այսինքն ճշմարիտով է Հիսուս, Աստված, ճանչնալ հավատալ կնշանակե։ Մենք այն ճշմարիտին մեջն ենք, այսինքն իր որդու Հիսուս Քրիստոսի մեջ, նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ Վերջացավ։ Ամենազորավոր համարներից մեկն ասի Աստծո խոսքի մեջ։ Հիմա երբ Աստված մեզ նրան հավատալ է պատվիրում, երբ Աստված մեզ նրան հավատալու է հրավիրում, զուգահեռաբար նրան հավատալու համար բոլոր անհրաժեշտ գործոններն էլ տալիս է։ Գործոններն էլ տալիս է, որոնցից գլխավորը իր անսասան եւ անփոփոխ խոստումներն են։ Աստծո երթմնալից խոստումները մարդկության համարային մղիչ ուժն են հանդիսանում, որով սկսում ենք նրան հավատալ։ Սա շատ կարևոր է, նորից շեշտեմ, Աստծո երթմնալից խոստումները մարդկության համարային մղիչ ուժն են հանդիսանում, որով սկսում ենք նրան հավատալ։ Ճիշտ այնպես ինչպես երբ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրում կամ հավատում ենք այն տեխնացուին, ով իր խոստացած խոստումները կատարել եւ հարգել է, եւ հակառակը ում ես ընտրում, ում ես հավատում, նրան ով իր խոստումները անցյալի կատարել է, հարգել է, լրացրել է, նրան հավատում ենք։ Հետևաբար Աստուծո խոստումները մեր ներսիտին հավատք են ստեղծում եւ հավատալով Աստուծո խոստումներին արդարանում ենք, այսինքն զերծ ենք բահվում անհավատության գործանումից, հետևանքից,
արդյունքից։ Արդարանալու համար ինչ է անհրաժեշտ հավատք։ Հավատք է անհրաժեշտ։ Եվ հավատալու համար անսասան եւ անփոփոխ խոստումներ։ Հետևաբար մեր հոգիների փրկության գլխավոր փաղադրությունը մեր հոգիների փրկության գլխավոր փաղադրությունը խոստում, հավատք եւ արդարացումն է։ Արդարանում եմ հավատալով Աստուծո խոստումներին։ Չեմ կարող հավատալ, եթե խոստում չկա։ Հետևաբար խոստում է տալիս Աստված, որով միջոց գործոն է հանդիսանում հավատալու, այսինքն նա ինձ օգնում է, որ իրեն հավատամ, ինչպես խոստում տալով, խոստումը հարգելով, ին մեջ հավատք է ներշնչում եւ հավատալով իր խոստումին զիս արդարացնում է։ Հիմա նախքան մեր նյութին ընթացք տալը թույլ տվեք երկու կարևոր ճշմարտություններ ձեր ուշադրության հանձնել, որոնք օգնելու են մեզ նյութի խորքը թափանցել եւ ավելի հստակ ու բարձ հասկացողություն ունենալ նյութի ճշմարտության վերաբերյալ։ 15-ից 15-րդ գլխի առաջին 6 համարներում մենք երբ որ սերդեցինք, ասկի երկու չորեշաբթիներ առաջ երկու նշումներ պետք է գադարեի, ժամանակը հերիք չէր, բայց այսօր անենք։ Առաջին նշումը Էլիազարի մասին է, որ Եղիազար է հայերենով եւ երկրորդը Սերունդ։ Շատ կարևոր են այս երկուքը, որով հետակայում երբ կսերդենք Աստծո խոսքը ծննդոց քիրքայս երկու հատ եթե մենք հստակ կողմնորոշվենք միտքը շիրակ հասկանանք ավելի բարձ գտարնա ամեն ինչ։ Քսեով դեր Եհովա երկրորդ համարում ինձ ինչ պիտի դասկանը որ առանց զավակի կմնամ եւ իմ տանս դիրող այս Դամասկոսի Եղիազարն է հայերենով Եղիազար բայց եբրայերենով Էլիազար բառն է Աստված Աբրահամին խոստում է տալիս որ ինքն լինելու իր զրահն ու վարձատրությունը բայց նայեցեք Աբրահամին չի անում Աբրահամ խոսքը նյութը փոխում է հասկանալի է ով Աստված զրահ բայց ինձի ինչ է ստալու նյութը փոխում է դեր ինձ ինչ է ստալու քանի որ առանց զավակի գմնավ իմ տանս դիրող այս Դամասկոսի Եղիազարն է մի քիչ հետ ծննդոց գրքի 24-րդ գլխում երբ որ մի 4-5 տարի հետո հասնենք կամ չեմ գիտեր ինչքան ժամանակ պիտի դեպե չեմ գիտեր երբ որ հոն հասնենք այս Էլիազարի իսկական խորհրդաբատկերային ինքնությունն ենք տեսնում երբ Աբրահամի դան գլխավոր ծառան Աբրահամի որդու Իսահակի համար հարց է փնտրում գտնում եւ Իսահակին է բերում կարևոր գործողություն է կատարվում հիմա ինչպես որ Աբրահամ որոշ բարականերում հայր Աստծո նախատիպն է ներգայանում որպես հայր Աստծո նախաբատկեր Իսահակը որոշ բարականերում որպես Հիսուս Քրիստոսի նախատիպը Էլիազարն ալ Սուրբ Հոգու նախատիպ որպես արտահայտվում է որոշ բարականերում հիմա նայեցեք Էլիազարի այս ինքնությունը կամ անունը ոչ մի դեղ չի երևում չի հիշատակվում բացի ծննդոց 15-ի մեջ
եւ որից ետ անընդհատ որպես երեց ծառա է հանդես գալիս։ Էլիազար, ինչ է նշանակում Էլիազար։ Երկու բառերից է բաղկանում Էլի Ազար։ Էլի նշանակում է Աստված, որտեղից կհասկանանք Սամոս 22:1-ի մեջ կսե Էլի Էլի լամա սաբախտանի, չէ, եբրայերեն է Էլի Աստված իմ ինչու, ուրեմն Աստված կնշանակե, Ազար ինչ կնշանակե։ Փումփարին գնանք, նույն բառը գոկտակորձվի Ծննդոց 2:18-ի մեջ եւ գսե Դեր Աստվածը սավ աղեք չէ որ Ադամ մինա գլա անոր Ազարը շինեմ օկնագանը Ազար բառը գոկտակորձեոն նշանակում է օկնագան կամ մխիթարիչ Այսինքն մենք դղամարտիկս մի սուքի մեջ ենք, եթե գանայք չնենք, դրա համար Աստված մեզի մխիթարիչն բերավ, հա, եղբայրներ։ Հետևաբար մենք մեր բոլոր կյանքերից մեջ պիտի մնանք սուքի մեջ, չէ՞ Արթուր եղբայր։ Մենա չամ ուսնացած եղբայրներ ունես, ընդհանրապես որը սուքի մեջ լինեն, դխուր բան։ Եվ որ ամուսնության մասին է խոսում մխիթարվում են սրդերին, գնացին։ Ուրեմն Ազար օկնագան կամ մխիթարիչ կնշանակե։ Ուրեմն քույրեր Ձեր դերերը լավ գադարեք, որպես մխիթարիչ, օգնական, երբ որ դերը ցեզ գան չէ, մխիթարելու եւ օգնելու հրաշալի օրհնյալ գործի։ Ուրեմն Էլիազար, Աստված օգնական, Աստված մխիթարիչ։ Հիմա նայեցեք։ Աստվածաշունչը ուշադրությամբ սերդելիս։ Պիտի նկատեք, որ ամեն անգամ Երբ հեթանոս հարսիմը ներգայացումն է դեղի ունենում գործողություն կատարող անհատը երեց ծառա է կոչվում առնվազն երկու թեփ պիտի հիշեմ եւ անցնենք առաջ ամեն անգամ երբ հեթանոս հարսմը Իսրայելի որդիների մեկին է ներգայացվում ներգայացնող այս գործողություն կատարողը գոչվում է որպես երեց ծառա օրինակ Ռեփեկան Էլիազարի այսինքն Աբրամիդան երեց ծառայի միջամտությամբ Իսահակին բերվեց Ծննդոց 24-ի մեջ կտեսնենք Հրութը Հացեք հրուտակիրք Ծննդոց, ելից, ղևտացված, թվոց, երկրորդ օրինաց, հեսվա, հրութա, հեսվա, տադավորած, հրութա, աբրեք, տադավորած, հրութա, երկրորդ գլխի, 6-րդ համարում, 4-ից կարտանք, Բոոզ Բեթլեհեմեն եկավ ու հնցողներուն ասավ, դերը ցեզի հետ լա, այսինքն ասսալամու ալայքում Եվ անոն գսին դերը քեզ օրհնե Եվ Բոոզ հնցողներուն վրա գեցող իր մանչուն ասավ Այս աղջիկը որունն է նայեցեք հնցողներուն վերագացու մանչը երեց ծառան Բադասխան տվավ ուսավ Նոյեմին հետ Մովապի երկրեն դարձող Մովապացի աղջիկն է Բոոզ երեց ծառան վերագացու մանչը ծառան եւ հեթանոս աղջիկը եւ որ Բոոզ գարցն է ով է net գործողություն միջամտություն գադարողը երեց ծառան անուն չի իշվիր երբեք անուն չի իշվիր ոչ մի անգամ երեց ծառաների անունը չի իշվում երբ որ նման գործողություններ են գադարում հիմա նայեցեք ուր ենք գնում եւ շատ հետաքրքրական է որ ամեն անգամ երբ նմանատիպ դեպքերի ենք հանդիպում երեց ծառայի անունն ու ինքնության վկայությունը չի իշտակվում բայց ինչու որովհետև ծառայիմը երեց ծառայիմը այս դեպքերում նրանց ողջ կենտրոնացումն ու Փառքի վկայությունը ոչ թե իրանցի մասին էր, այլ զինք ուղարկող դիրոջ
փառքն ու վկայությունը հրճագել էր եւ իմ ասնավորի եւ տվյալ գործողություններում Սուրբ Հոգու նախադիպն է ներկայացվում։ Բայց նոր գդագարան համար մը պետք է որպեսի հովանավորենք այս ճշմարտությունը։ Եվ գերտանք Հովաննու 15-րդ գլխի 2-6 համարներում այս երևույթը հստակացնող ճշմարտության մը գանտվինք, որ Տեր Հիսուս ագնարգեց։ Գսե, բայց երբ մխիթարիչը կամ օգնականը կա, որ ես հորմեն ցեզի պիտի ղրգեմ, ճշմարտության հոգին, որ հորմեն գելեն այցեք, անիգա ինձի համար պիտի վկայե։ Եվ Հովաննու 16-14-ի մեջ կսե, անիգա զիս պիտի փառավորե։ Ուրեմն այստեղ կտեսնենք, որ ինչպես 5 դագարանում Ծննդոց 15-րդ գլխում, 24-րդ գլխում, Հռոդա 2-րդ գլխի 6-րդ համարում, այս դեպքերում եւ Հովաննու ավետարանին Տեր Հիսուսի շրթներից ելած այս խոսքերում գտեսնենք, որ ամեն անգամ երբ մեկը Քրիստոսի նախատիպն է ներկայացնում, հարսմը ով եկեղեցու նախատիպն է ներկայացնում եւ ասոնց այս երկուքը իրար միացնող երեցարամ ով Սուրբ Հոգու բաշտոնն ու բնության նախատիպն է ներկայացնում, երբեք ծառայի անունը չի իշադակվում, ինչպես Սուրբ Հոգու անունը չի իշադակվում, ինչու որ ինչպես որ Սուրբ Հոգին Տեր Հիսուսի փառքն է փնտրում գսե, եւ ինչպես Սուրբ Հոգու գործը Տեր Հիսուսի մասին վկայել է, երբեք իր մասին չի վկայում Սուրբ Հոգին, այլ միայն Սուրբ Հոգու գործը Հիսուսի մասին վկայելն է, նույնպես այս ծառաները, որ գտեսնենք, միշտ իրենց դիրոջ փառքը եւ անոնց պետքն են ներկայացնում։ Եվ դրա համար երբեք նրանց անունը չի իշադակվում, ասիկա կարևոր ճշմարտությունն է, որ երբ որ մենք գսերում, երբ որ այս բատկերները նկատի ունենանք, կսկսենք ավելի խոր կթափանցել տվյալ ճշմարտություն։ Մենք գնում ենք առաջ։ Երկրորդ ճշմարտությունը սերունդ արտահայտությունն է, որ գտեսնենք Ծննդոց 15-ի մեջ, 15-3-ի մեջ ագնարգություն մնենք եւ գնանք առաջ, երբ Ծննդոց 15-3-ի մեջ խոսքը երբ խոսքը Աբրահամի սերնդի մասին է ագնարգվում, նկատի պետք է ունենալ ոչ թե մասնավորապես հրյազգը, այլ Քրիստոսը եւ նրա հավատացողների սերունդը։ Եվ եթե նկատեք, Եզակի է եւ ոչ թե հոգնագի, սերունդները չէ, մեկ սերունդ է միայն։ Եվ Քաղատացիս 3:16-ի մեջ ավելի հստակացնի ասիկա գսե արդ խոստումները Աբրահամին ու անոր սերունդին եղան։ Քանզի չսեր եւ կու սերունդներուտ որպես թե շատերի համար, հաբա որպես թե մեկի համար եւ կու սերունդիդ որ է Քրիստոս։ Ուրեմն երբ որ կգարտան Աստուծո խոստումը Աբրահամին որ քեզի սերունդ պիտի դամ, նկատի ունի Աստված այն սերունդը, որով Քրիստոս պիտի գա եւ այն սերունդը, որով Քրիստոսին կհավատան։ Որ շատեր կսահմանապակեն ասեն մեն Իսրայել ժողովուրդն է որ պիտի փրկվի։ Ոչ, շատ հստակ կրեք Քաղատացիս 3:16-ի մեջ։ Ասում բանալի ճշմարտություններ են, որ մեր մտքի կամ ենթագիտակցության մեջ ունենանք, որովհետեւ ընթերցելիս մենք կարողանանք ուղի գոմնորոշվենք։ Հիմա ժամանակս վերջացավ, ասում եք հիմա։ Ինչքան հերիքի լավ։ Ծննդոց 15:1-6 կամ 6-րդ համարը գսե եւ Աբրահամ հավատաց Տերոջը, որը Աբրահամին արդարություն սեփվեցավ։ Աստվածաշնչի
Էջերում առաջին անգամ լինելով հիմա ծնունդոց կրկից սերդելով գանտիբինգ հավատաց եւ արդարություն բարերին առաջին անգամ լինելով այս համարը ծնունդոց 15:6 աստվածաշնչյան փրկապանությունը մեկնաբանող եւ հստակացնող փանալի հատված է այս համարը փրկապանության վարդապետական կանոնադրությունն է որի վրա մեր ոչ հոգևոր կյանքն ու փրկագործության խորունկ իմաստն է հայտնաբերվում, գառուցվում եւ գծվում այս համարի վրա հիմա հավատացկս է աստվածաշնչյան հավատքը անդեսանելին դեսնել է նշանակում Եբրայց 11:1 արդ հավատքը չհուսացված եւ չդեսնված բաների ապացույցն է գներություն հուսացված բաների եւ չդեսնված բաների ապացույցն է գհուսաս բայց չես տեսել հուսացված բայց չդեսնված բաների ապացույցն է բարդաթիր եւ պայման չէ մեր ֆիզիկական աչքերով Աստծուն տեսնենք որպեսզի հավատանք մեր էությունում այնպիսի մի գործիք ունենք որ շատ ավելի զգայուն շատ ավելի հստակ տեսնող եւ ավելի խորքը թափանցող հատկությամբ է օժտվել քան մեր ֆիզիկական զգայարանները եւ այդ գործիքը մեր հոգին է Եբրայց 11:13-ի մեջ գարտան գսե երբ որ հավատքի հերոսների մաս շարքն է ներկայացնում գսե ասոնք ամենքնալ հավատքով մահացան խոստումները չարած նայեցեք հավատք խոստում հաբա հերույեն դեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցան թե իրենք օդարներ եւ բանտուղներ են երկրի վրա ուրեմն հավատքի հերոսները հուսացին չդեսան, բայց հավատացին խոստումներին ենք հավատում խոստումներին ենք հավատում եւ այսպիսի աստվածային խոստումներին հավատացող մեկը այլ երբեք չգասկածիր ամբողջ կյանքը հույսով գաբրի եւ Հռոմեացի 5:8-ի մեջ կարծեմ գսե հույսանամոթով չի թողնի Աստվածաշնչյան հավատքը իհայտ է գալիս երբ մեր մեջ եւ մեր շուրջը գոյություն ունեցող ամեն բան մեռնում եւ անհնարին է դառնում այդ ժամանակ աստվածաշնչյան հավատքը սկսում է գործել հավատքի մարդիկ են համարվում նրանք ովքեր չդեսած եւ չստացած հավատում քարոզում եւ հայտարարում են ճիշտ այնպես գարձես թե դեսել ստացել եւ ականադես են եղել մոտավորապես 15 օրեր առաջ էր գրասենյակում սեի հարց տվեց ինձ մեկը ասաց Հովանես եղբայր դու հավատում ես Աստծո խոսքին հետաքրքրական հարց էր ասաց դու հավատում ես Աստվածաշնչին պատասխանը տվեցի ինչ որ պետք էր
ասեց որ դու քարոզում ես, հայտարարում ես, դու տեսել ես այդ բոլորը, մեկը գնացել եկել քեզ պատմել է որ դու այդ վստահությամբ քարոզում եւ հայտարարում ես, ասացի այո, մեկը ընդեղից եկավ, այդ մեկը ինձ պատմեց, նորից գնաց, ուրիշ մեկին ուղարկեց, որ իմ ներսիտին է ապրում եւ նա ինձ ամեն օր սովորեցնում է եւ ես երբ քարոզում եմ գարդես իմ աչքերով եմ տեսել, իմ ձեռքերով եմ շոշափել եւ այս հավատքի աչքերով տեսածս եմ ցես փոխանցում, ասի գոչվում է հավատք եւ Աստված մեզանից ակնկալում է որ նմանատիպ հավատքով նրան հավատանք եւ միայն այդ բարակայում է որ մարդը արդարանում է, արդար է համարվում, այսինքն անհավատության գործանումից ազատ ես մնում։ Հեսուս ինչ ասաց Թոմասի բարակայում, հիշում եք Հովաննու 22-29-ի մեջ, դեսեմ, եթե չի դեսեմ չեմ հավատար, մատս իր գողի մեջ չխոտեմ չեմ հավատար։ Հեսուս ինչ ասաց, արի Թոմաս, դես, Թոմասը շոշափեց, իրոք, եւ ասավ իմ դերս եւ իմ Աստվածս հրաշալի վկայություն, բայց Հիսուս ինչ ասացի հետքը, երանի անոնց որոնք չտեսած գահավադան, մենք սիրելիներ գրկնաբադիկ երանելի ենք լինելու եւ ենք այսօր։ Միայն հավիտենականության այս ժամանակավոր կյանքից այն գոմ եթե անցնենք, պիտի հասկանանք ինչ է նշանակում չտեսած հավատալ եւ գսե Աստված վարձահատույց լինում է նրանց, ովքեր չտեսած հավատում են, Եբրայեցիս 11:6 վարձահատույց կլինի եւ Աստված լավ է վարձադրում, մի քիչ ուշ է վարձադրում, բայց լավ է վարձադրում։ Մի քանի րոպե ավարտեմ, շատ ասելու բան ունեմ, բայց չհոգնեցնեմ ձեզ, մի ճշմարտություն եմ անցնենք առաջ։ Հիմա ես համարում 15:6-ի մեջ Աբրամի հավատքի առաջին հիշատակումն ենք տեսնում, որ Աբրամ հավատաց։ Բայց ինչու այստեղ եւ ոչ ուրիշ տեղ։ Հարց է։ Առաջին անգամ լինելով այստեղ գրել Աբրամ հավատաց, բայց ինչու այստեղ։ Եվ ոչ երբ ուր քաղաքից դուրս ելա, որ ավելի մեծ հավատք էր պետք։ Ուր քաղաքից դուրս գալը հավատքի քայլ էր, բայց հավատքի քայլ լինելու մասին ոչ մի հիշատակում չկա խոսքի մեջ։ Մինչև այստեղ։ Այսօր աշխարհում դարբեր տեսակի հավատքներ գոյություն ունեն, շատ կարևոր է, խնդրում եմ ըմբռնեք, կարծեմ շատ բիդոկն է բազում հարցեր լուծելու մեջ։ Աշխարհում դարբեր տեսակի հավատքներ գոյություն ունեն, բայց ճշմարիտ քրիստոնեական հավատքը այն հավատքն է, որու ողջ կենտրոնացումն ու ուղղությունը Տեր Հիսուս Քրիստոսի անձնավորության եւ փրկագործությանն է նայում, հենվում, հետևում, վստահում, հարադեվում, գարչում եւ ապավինում։ Քրիստոնեության մեջ
Բազում հավատներ կա, ամենից ես ասի գավադեմ, ես մյուսի գավադեմ։ Այս համար հիմա պիտի տեսնենք, ցույց է տալիս, որ միայն մեկ տեսակի հավատ կա, որը Աստված հավատք է համարում։ Եվ այն հավատն է, որը Քրիստոսի անձնավորության եւ փրկագործությանն է նայում, ինչ ես ասացի։ Գաղադացիս երրորդ գլխի 6-ից 9 համարներում նայեցեք ինչ գսե Աստծո խոսքը գսե ինչպես Աբրահամ Աստծո հավատաց եւ անոր արդարություն սեփվեցավ չեմ ավարտել նայեցեք ուր է գնում այս համարը Աբրահամ Աստծուն է հավատում եւ արդարություն է սեփվում իրեն արդարանում է 15-6-ն է հիշատակում Գաղադացիսը իմանացեք Հովաննու 5:28-ից 29 գարտանք 20 ադենեսին Հիսուսին ինչ ունենք որ Աստծո գործերը կատարենք ինչ ունենք որ Աստուծո գործերը կատարենք եւ պատասխան տվավ Հիսուս ու ասավ անոնց այս է Աստուծո գործը որ անոր ղրգածին հավատակ այսինքն դեր Հիսուսին հավատակ հոպոստե բե խնդիր կա Աբրահամ Աստծո հավատաց արդարություն սեփվեցավ հիմա հրյաները Հիսուսին հարցնում են ինչ անենք որ մենք Աստծո գործ անենք Հիսուս ինչ է ասում պետք է ուզում եք Աստծո գործը կատարել պետք է իր ղրգածին հավատակ որովհետեւ բրգի ուրեմն այն հավատքը որ Աբրահամի մասին ասում են որ Աստուծո հավատաց Քրիստոսի մասին է լավ սերդեք Ռոմեացիս 4 20 եւ 24 Աստծո համար իրեն արդարություն սեփվեցավ Աբրահամին բայց ոչ միայն անոր համար քրվեցավ հապա մեզի համար ալ որոնց պիտի սեփվի որ կհավատանք անոր որ մերելներեն հարուցանեց Տեր Հիսուսը որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ միշտ այս մի քանի համարներում կա խոստում հավատք արդարացում հավատք արդարացում այս երեք հատ իրար հետ շաղկապված են Աբրահամ ըստ ծննդոց 15:6-ի արդար սեփվեցավ որովհետև իր հավատքը հիմա չենք իմանում որքանով էր հասկանում նա այդ ժամանակ բայց արդար սեփվեցավ Աստուծո կողմից որև Աստված Աբրահամի սրտում տեսավ այն հավատքը որ իր սերունդի եւ Քրիստոսի վրա էր հիմնված եւ անոր համար է որ Հիսուս ինչ ասաց ես ծեր հորմեն Աբրահամեն մեծ եմ Հիսուս դարեկան չգասում սա գսե Աբրահամ ծեր հայրը իմ օրերս ցանկացավ տեսնել եւ գսե ուրախացավ Աբրահամ ծևովը Քրիստոսին տեսել էր ոնց երբ ինչպես մենք տեսանք Մելքիսեդեկի բարակայում չանացինք որոշ մոդեցումներ գա բայց դեսավ իմ օրերս գսե Հիմա հավատքով դեսավ կամ ֆիզիկապես հստակ չէ բայց դեսավ Աբրահամ արդար սեփվեցավ ըստ իր Քրիստոսի վրա ունեցած հավատքին հիմա հարց Աբրահամ ոնց էր Քրիստոսին հավատում Աբրահամը Երբ դագավին Քրիստոսը ֆիզիկապես չէր հայտնվել Այսինքն մի նշում մգա որ մեզ գոքնե այս հարցին պատասխանը գտնել Աբրահամ որանի մեջ նստած էր Աստված կսե Աբրահամ դուրս արի դուրս կանգնի երկնքի աստղերուն նայր Էսար Եվ ամիջապես ետ կգսե Աբրահամ հավատաց եւ իրեն արդարություն սեփվեցավ մի րոպե
աստղերուն է նայում Աբրահամ, մի բան է տեսնում այնտեղ եւ հավատում է։ Շատ հավանական է, որ երկնքում զետեղված աստղերի, այսինքն Մազարոթի, ասում ասում եք սերդեցին, գիշում եք, շատ հավանաբար երկնքում զետեղված աստղերի, որ աստղերին նայեցավ գսե, Մազարոթի աստված հայտնության և նրանց մեջ ներկայացված Մեսիայի մարգարեական կենդանագերբի բացատրությամբ հավատաց տեսավ, շատ հավանական է։ Եվ երբեք զարմանալի չէ եւ իզուր դեղ չէր, որ Աստված Աբրահամին իր վրանից դուրս հրավիրեց եւ իր աչքեր թեպի երկինք նայել տվավ։ Այնտեղ լոկ աստղերի երևույթից ավելին կար հավանաբար։ Այնտեղ համաստեղության պատկամը կար, միտքը կար, հայտնությունն ու վկայությունը պետք է լիներ։ Որով Աբրահամ տեսնելով աստղերը հավատաց Աստված հայտնության մարգարեական պատկամին եւ այդ իրեն արդարություն սեփվեցավ։ Կարևոր բաներ կան, որ Աստվածաշունչը գհուշե մեզ։ Դերը գամի Կալ չորեքշաբթի, եթե Արման եղբայր ինձ թույլ տա, որ ես շարունակեմ ասնույթը, կալ չորեքշաբթի Արման եղբայրը պետք է պատկամեր, բայց արդոնություն խնդրեմ թույլ գուտաս Արման եղբայր, կալ շնորհակալ եմ եղբայր, օրհնյալ լինես։ Ուրեմն կալ չորեքշաբթի դերը գամի, գշարունակենք այսնույթը, գնալով ավելի խոր թափանցելու ենք ճշմարտությունները, որ այսպես տրված է, արդարության, խոստումների, հավատքի եւ ուխտի մգանտիվինք համացայնության պայմանակրիմը, որ հրաշալի երևույթ մնե, որու մեջ Աստուծո կորձը փրկակորձությունում գտեսնենք, հրաշալի բաներ կան այստեղ, որ պետք է օգտվենք եւ դերը գամիկալ չորեքշաբթի կշարունակենք եւ պիտի սկսենք Եսայա 51 առաջին համարից երկրորդ համար, 7-րդ համարը արդարության մասին, հավատք եւ արդարություն շաղկապվածությունը, Պողոս առաքյալի բացատրությունը այս բոլորի մասին եւ պիտի սերնենք ինչ է նշանակում արդարանալ, ինչ է նշանակում, խորքը բիտապանցեն եւ մի քանի համարներ կան, որ ինձ շշմեցրել են իրոք Այսինքն գնալով սերդելով ես հասկանում եմ, թե Աստված ոնց է վերաբերվում մեզ հետ եւ ամեն ինչ պատկերավոր ցևով է ներկայացնում եւ օրինակներ պիտի բերենք 5 դագարանի ծննդոցից Ադամ եւ Այ կյանքից եւ պիտի այս առաջ գնանք եւ յետքը պիտի տեսնենք Աբրահամի հավատքի դգարացումը, Աստծո ուխտը, Աստծո խոստումը գասկածելու իր դիրքորոշումը, յետքը պիտի տեսնենք Աստծո ուխտը, յետքը պիտի տեսնենք Իսրայելի ընդարձակումը, յետքը պիտի տեսնենք համով բաներ։ Ճշմարտությունը, որոնք մեր հոգիները պիտի սնվին եւ օրհնվին։ Այնպես որ սիրելիներ, այս ասեմ եւ ավարտենք այսօր։ Աստված խոստումներ է տվել մեզ Բազում խոստումներ հավատալով Աստուծո խոստումներին մենք արդարանում ենք եւ նայեցեք ոչ միայն փրկակորձության կետնի վրա հոգիներիս փրկության կետնի վրա այլ ամեն ինչից երբ կհավատաս Աստծուն այո գարթարանա հոգիդ մեղքի գործանումից եւ նաեւ ամեն տեսակի անհավատության արդյունք եղող գործանումներից Թող մեր հավատքը դերը լինի սիրելիներ Գիտեմ որ բազում բարականեր կան եւ մեզ գբադեն գշրջաբադին մեր շուրջ որպես մեր հավատքը դգարացնեն
աղոթենք, որ Տերը մեր հավատքը հաստատի, սնվինք Տիրոջ խոսքով, որ մեր հավատքը զորանա, միապանությունը հարադեվողական լինի եւ թող Տերը փառավորվի յուրաքանչյուրիս կյանքերում։ Ոդնգած աղոթենք սիրելիներ։ Երտնավոր Հայր, փառք եմ տալիս քեզի, արժանի ես այդ փառքը ստանալու միայն դու։ Շնորհակալ եմ Տեր, որ արտոնություն ես տալիս մեզի պես տղարներին խոսքդ վերցնել եւ այն մեկնել, քարոզել, հայտարարել։ Տեր օրհնես յուրաքանչյուր ոք, որ հիմա այստեղ է, այն սնունդը, որ ստացանք, թող մեր հավատքը զորացնի եւ բարարդացնի։ Մեկ եւ ամբեր անհետանան մեր հավատքի դեսատաշտից։ Դեսնենք խոստումներդ, հավատանք խոստումներից եւ արդարանանք եւ պաշտպանված մնանք անհավատության գործանումից։ Տեր օրհնես ժողովուրդդ, օրհնես զիս, խաղաղությունով մեզ արձակես Հայրիմ եւ թող քո պաշտպան ցերքերդ յուրաքանչյուրիս վրա պաշտպան լինի։ Անոնք, որոնք հավատքի հարցակումների մեջ են, հավատքի բայկարն են մղում, հավատքի բادرազն են մղում, ինչպես Սարաքյալ եւ շատեր, դուր որ հաղթական դուրս գանք եւ քուվե անունդ բարձր եւ մաքուր մնա։ Հիսուս անունով դեմ խնդրում, քո փառքի եւ եկեղեցու շինության համար։ Ամեն։